Հիմնական ձեր ելույթից հետո, պարոն վարչապետ, դուք վերջերս ասել եք, որ հայ հասարակությունը կպահպանի խաղաղությունը մյուս տարվա խորհրդարանական ընտրություններով։ Խաղաղության գործընթացը որքանով է կապված ձեր անձի հետ եւ ինչքանով է դա նաեւ ինչ-որ առումով ձեր հիմնական պատմական ժառանգությունը լինելու Թավշյա հեղափոխությունից հետո ինչպես եք տեսնում դա։ Սա կարևորագույն վճռորոշ ընտրություն է, կարող ենք ասել։ Թավշյա հեղափոխությունից հետո ինչպես եք տեսնում ձեր պատմական ժառանգությունը եւ ձեր դերը նաեւ այս առումով։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Ինչ խոսք, մոտալուտ ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իմ գնահատմամբ դա պատմական հնարավորություն է մեր երկրի համար, իմիջիայլոց նաեւ մեր տարածաշրջանի համար, թևակողելու ամբողջովին այլ փուլ մեր պատմության մեջ։ Ուստի նկատի ունեմ իսկապես հիմա մենք ունենք աննախադեպ հնարավորություն հաստատելու տևական խաղաղություն իմիջիայլոց։ Շատ կարևոր է պաշտպանելու եւ ամրապնդելու համար պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը մեր տարածաշրջանի երկրների, քանի որ երբ մարդիկ հարցնում են, թե ինչու է այս համաձայնությունը, պայմանավորվածությունը հիմա հնարավոր դարձել եւ ոչ մի քանի տարի առաջ, բազմաթիվ գործոններ կան, ինչ խոսք, բայց ես կարծում եմ ամենակարևոր գործոններից մեկը, որն ազդել է այս պայմանավորվածության վրա, դա ընդհանուր շահերի երկու ստեկ ըմբռնումն է մեր տարածաշրջանի երկրների կողմից։ Մենք, ինչպես գիտեք, մենք անկախ երկրներ ենք դարձել 1991 թվականին, նկատի ունեմ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը եւ Խորհրդային Միության փլուզման արդյունքում եւ դա ինչ որ առումով ամբողջովին նոր իրավիճակ էր, սակայն ոչ ամբողջովին նոր ընկալմամբ նրա, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է տեղի ունենում եւ հիմա ես կարծում եմ ամենակարևոր գործոնն այս խաղաղության պայմանավորվածության գործարքի վերաբերյալ դա նոր ընկալումն է, նոր տեսանկյունն է մեր տարածաշրջանի վերաբերյալ նոր ընկալումը, որն իսկապես աննախադեպ իրավիճակ է ստեղծում եւ մենք կարող ենք հիմնվել դրա վրա, որպեսզի մեր երկրները դարձնենք ավելի անկախ, դարձնենք ավելի ինքնիշխան եւ ավելի ապահով։ Սակայն ես կարծում եմ, որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի համար երկու ստեկ ձեռքբերում է, միասնական ձեռքբերում է եւ մեր ներքին քաղաքականության տեսանկյունից իհարկե շատ կարևոր ձեռքբերում է դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության, մեր կուսակցության եւ մեր քաղաքական թիմի համար, այդ թիմի հետ միասին մենք Թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն իրագործեցինք 2018 թվականին եւ ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք անցնել այս շատ ծանր ժամանակները, այսպես ասենք, դժոխքի միջով անցանք եւ հասանք այս կետին։ Շատ շնորհակալություն, Սերգեյ։ Անցնենք ձեզ, վերջերս դուք Եվրոնեստի խորհրդարանական վեհաժողովին մասնակցեցիք Հայաստանի խորհրդարանում, կարծես բավական լավ քննարկում է տեղի ունենում նաև Հայաստանի խորհրդարանի հետ, ինչպես եք տեսնում Եվրամիության ու Եվրոպական խորհրդարանի տեսանկյունից հարաբերությունները Հայաստանի հետ եւ այս պահին մասնավորապես նաև Եվրամիությանը մերձեցման հնարավորությունը, ինչն է փոխվել ձեր տեսանկյունից, ինչ կետում ենք հիմա։ Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, հրաշալի ելույթի համար։ Ես կարծում եմ, որ մենք հիմա մեր տեսանկյունից, եվրոպական տեսանկյունից մենք, այսպես ասենք, աշխարհ ռազմավարական
ներդաշնակեցման փուլում ենք Հայաստանի հետ։ Սա օրինակ է թե հանդգնեմ ասել այսպես հետ խորհրդային դարաշրջանն ավարտված է եւ դուք իրավացի եք մենք 30 տարի ապրեցինք մի փուլում որում մենք էլ երկրները դիտարկում ենք այն տեսանկյունից որ սա հետ խորհրդային տարածք է դա ավարտված է սա թիվ 1 եւ թիվ 2 տարածաշրջանը որպես հեռավոր շրջան դիտարկելու փուլն է ավարտված։ Եվրոպան կենտրոն ամեն ինչ հեռավոր շրջան, արևելյան հարևանություն ենք անվանում, գործընկերություն եւ այլն, դա ավարտված է։ Մենք հիմա ամբողջովին այլ աշխարհում ենք եւ սա հնարավորություն է ընձեռում։ Եվ ահա թե ինչու կապակցվածությունը կենտրոն եւ հեռավոր շրջաններ հայեցակարգ չէ։ Այստեղ տարբեր երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների համախումբ է եւ մենք փորձում ենք դրանք դասավորել այնպես, որ աշխարհ քաղաքական ու տնտեսական ու ժողովրդավարական իմաստով շահեկան լինի եւ Եվրամիության համար եւ մեր գործընկերների համար եւ այդ փուլում ենք հիմա կարծում եմ եթե դիտարկում ենք Հայաստանը այն երեք կետերը, որոնք հատկապես կարևոր են մեզ համար, թիվ 1 Հայաստանի բացումը հասարակության առումով ժողովրդավարացում, թափանցիկության հավաքած թափը այնտեղ, մենք իհարկե մեծ ողջավորությամբ ենք հետևում ընտրություններին, որոնք շուտով կլինեն, մենք հենց նոր դրա մասին խոսեցինք, ինչով մենք կարող ենք օգնել, ինչով մեր այլ գործընկերները կարող են օգնել, օրինակ Մոլդովան իր փորձով ինչպես կօգնի բարեհաջող ժողովրդավար ընտրություններին։ Երկրորդը այն է, որ Հայաստանը իհարկե արժանահավատ, հուսալի խաղաղության գործընկեր է, դա կարծում եմ լրջագույն ձեռքբերում է եւ անգամ ես շքախվում եմ դա ասելիս, որ անկասկած մեր լավ բարեկամ Ադրբեջանի դեսպանը նստած է այստեղ, պարոն Աղաևը, շատ հրաշալի է ձեզ այստեղ տեսնել, բոլորի հետ միասին սա բնական փոխանակում է եւ մենք պարտավոր ենք դրան աջակցել։ Ես գիտեմ Եվրամիության դիրորդական առաքելության դերը կարող եք դրա մասին խոսել, բայց իհարկե Եվրամիությունն էլ ունի ներդրում այս գործընթացին եւ մենք կարող ենք ավելին անել դրա առումով։ Իմիջայլոց այդ մասին խոսելիս կարծում եմ սա լավագույն օրինակն է անձի առաջնորդության եւ անձի առաջնորդությունն ու պատասխանատվությունն ու քաջությունը ինչ կարող են անել այդ տեսանկյունից պարոն վարչապետ շատ շնորհակալություն ձեր անձնապես ձեր առանցի համար այս խաղաղության գործընթացի համար առանց ձեզ ոչինչ հնարավոր չէր լինի։ Միջավայրս ես վերջինն եմ հիմա խոսում, այսպես անձնավորված մի քիչ, բայց ձեր անձնական ձեռքբերումն է, ես կարծում եմ, եւ իհարկե նաեւ նախագահ Ալիևին է, եւ երրորդը կապակցվածության խնդիրն է, ինչպես կարող ենք մենք տեխնիկական, թվանշային, տրանսպորտային քաղաքականությունը, որոնցում մենք ուժեր ենք հիմա համատեղում, վերածել իրական աշխարհքաղաքական ներդաշնակեցման ու տարածաշրջանի բացման, սահմանների բացման, մենք խոսում ենք Թուրքիայի մեր գործընկերների հետ դրա մասին մշտապես։ Ես գիտեմ, որ Ադրբեջանի հետ էլ հիմա կա շարժ, ինչպես ապրանքները կարող են տեղափոխվել, էներգակիրները կարող են տեղափոխվել, Մարտակոսը մեր հանձնակատարը 500 միլիոնի մասին հայտարարեց թրիպի համար դեպի Վրաստան ցանցը փակելու, ինչպես նաև հուսանք շուտով Թուրքիայի հետ ցանցը կապելու, որ էներգակիրները հոսեն եւ այդ կերպ մենք Հայաստանը դուրս ենք բերում այս ինքնապարտադրված մեկուսացումից, որը կախվածությունը մեկ կոնկրետ երկրից եւ այն բերում իսկապես բազմակողմ տարածաշրջանային համատեքստի մեջ եւ այստեղ է որ Եվրոպան իսկապես կարող է աջակցել ու մենք պատրաստ ենք դա անել։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Մեկ հարց եմ ուզում ավելացնել, կարծում եմ, մեկ հիմնական խոչընդոտ կա։ Վերջապես խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն, դա սահմանադրության փոփոխությունն է Հայաստանում։ Երբ եք ակնկալում, որ դա տեղի կունենա կամ տեղի կունենա արդյոք եւ ինչ եք կարծում հայերը կաջակցեն դրան։ Շատ շնորհակալություն։ Մեր ռազմավարությունը հետեւյալն է։ Հայաստանը դարձնել այնպիսին, որ կարողանա մեր տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության եւ արտաքին աջակցության։ Այսպիսով, ես կարծում եմ, որ շատ կարևոր նրբություն է սա։ Արտաքին կապերը միջազգային հանրության հետ կամ գործընկերների հետ ընդհատելու մասին չէ խոսքը։ Մեր նպատակն է կարողանալ քննարկել մեր տարածաշրջանային օրակարգը մեր տարածաշրջանի երկրների հետ եւ կարողանալ ստեղծել
այսպես ասեմ, ներդաշնակության համերաշխության մթնոլորտ, որքան դա հնարավոր է, քանի որ մենք ցանկանում ենք երբևէ չենք ունենա իրավիճակ, որում կլինեն 0 խնդիրներ, այսինքն ինչ է տեղի ունենում։ Գիտեք, խնդիրները ամենուր կան խնդիրներ եւ Եվրոպայում կան բազմաթիվ նշբություններ, այսպես ասենք, անգամ լարվածություն պետությունների միջև եւ այլն, սակայն առաջնորդումը այդ բոլոր իրավիճակները կառավարելու առումով կարողանալու ստեղծել խաղաղություն եւ պահպանել խաղաղությունը եւ թե ինչու հիմա որն է մեր խոսույթը։ Մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, միանշանակ, եւ մենք դա կարողանում ենք տեսնել տեղում, գետնի վրա, բայց մյուս կողմից ամենօրյա խնամքի կարիք ունի դա, առանց չափազանցնելու, ամենօրյա խնամքի կարիք ունի եւ առանց ամենօրյա խնամքի եւ հոգացության այն ռիսկի ենթարկված կլինի հաստատ։ Ձեր հարցը, այո, գիտեք ինչ, մեր դիրքորոշումը շատ բաց է։ Քանի որ երբ Ադրբեջանը այդ մտահոգությունն է առաջ քաշում, ասելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ, չձանձրացնեմ ձեզ, բայց մենք կարող ենք ապացուցել, որ որևիցե տարածքային պահանջ մեր սահմանադրության մեջ չկա Ադրբեջանի նկատմամբ։ Եվ մենք կարող ենք ապացուցել դա դե յուրե եւ ապացուցել դա գործնականում ավելին, գիտեք, Հայաստանում էլ գիտեք կան որոշ մեկնաբանություններ եւ ընթերցումներ Ադրբեջանի սահմանադրության, որոնց համաձայն տարածքային պահանջներ կան Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ, սակայն ինչու մենք չենք առաջ քաշում այդ հարցը, ինչու մենք առաջ չենք քաշում, չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում, բոլոր այդ հարցերը անդրադարձված են։ Իմ միջայլոց արդեն դա հրապարակված փաստաթուղթ է եւ բոլորը կարող են այն գտնել համացանցում եւ ընթերցել։ Առաջին իսկ հոդվածում այդ համաձայնագրի դրույթ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, դրա հիման վրա Հայաստանը եւ Ադրբեջանը որևէ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չբարձրացնել, չներկայացնել ապագայում։ Մեկ դրույթ էլ կա այդ նախաստորագրված համաձայնագրում, որի համաձայն կողմերից ոչ մեկը իրավունք չունի իր ներպետական օրենսդրությունը մեջ բերել, վկայակոչել, չկատարելու համար այս համաձայնագիրը եւ այլն։ Ավելին մեր սահմանադրության մեջ դրույթ կա, որի համաձայն վավերացված միջազգային փաստաթղթերը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան ներպետական օրենսդրությունը։ Ուստի ընդհանուր առմամբ ուղղակիորեն պատասխանելով ձեր հարցին, եկեք պատկերացնենք, որ հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրվում է, դրանից հետո մեր սահմանադրության եւ օրենսդրության համաձայն մենք պետք է դա ուղարկենք սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս ստուգի այդ համաձայնագրի պատասխանությունը մեր սահմանադրությանը։ Եվ երբ մենք այն ուղարկենք սահմանադրական դատարան, երկու տարբերակ կա։ Առաջինը, եթե սահմանադրական դատարանը որոշի, որ այն ամբողջովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, ապա խոչընդոտ չկա, որ դա վավերացվի, այդ համաձայնագիրը վավերացվի եւ երբ այն վավերացվի, մեր սահմանադրության համաձայն այն
կստանա բարձրագույն իրավական ուժը մեր երկրում։ Ես հրապարակավ ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը մնում է դատարան, եթե միգուցե որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ես արդեն հրապարակավ ասել եմ, որ անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, ինչու եմ ես փորձում բացատրել սա, որովհետև իրականության մեջ որևէ խնդիր եւ խոչընդոտ չկա մեր սահմանադրության մեջ։ Եթե մենք խնդիրը անաչառ կերպով դիտարկենք ու մենք պատրաստ ենք արձագանքել Ադրբեջանին ուզող հարցերին, նստել եւ քննարկել նշբությունները իմիջայլոց գաղափար կար անգամ միջազգային իրավաբանական փորձաքննություն անցկացնել այս հարցի պատասխանը հասկանալու համար, բայց գիտեք, մյուս կողմից իմ պատասխանը լիարժեք չէր լինի, եթե չնշեի մի այլ նշբություն։ 2018 թվականից մենք ներսում իմիջիայլոցը կապված է միայն մեր ներքին խնդիրների հետ եւ մեր ժողովրդավարության ամրապնդման հետ եւ մեր պետականության ամրապնդման հետ մենք ունենք եւ ունենք օրակարգ ընդունելու նոր սահմանադրություն եւ վերջերս մեր կուսակցության համագումարի հռչակագրում մենք հռչակեցինք, որ մեր ժողովրդից նոր մանդատ ստանալուց հետո 2026-ի ընտրությունների արդյունքում մենք կնախաձեռնենք ամբողջովին նոր սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության համար։ Սակայն դա գիտեք, մենք չենք քննարկում այս թեման, քանի որ ամբողջովին ներպետական թեմա է սա։ Մենք այն չենք քննարկում Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակում, քանի որ դա ամբողջովին մեր ներքին խնդիրն է եւ այո, ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը կքվեարկի նոր սահմանադրության օգտին, քանի որ դա վերաբերում է մեր ժողովրդավարության ամրապնդմանը, պետականության ամրապնդմանը, անկախության ամրապնդմանը եւ իհարկե այն հնարավոր է ունենա որոշ տարածաշրջանային ու միջազգային ազդեցություն եւս։ Շատ շնորհակալություն։ Քիչ ժամանակ մնաց հարցերի համար Ադրբեջանի դեսպանին առաջինը խոսքը կտամ։ Բարեկալուց Գերմանիա, պարոն վարչապետ, ես ամբողջովին համաձայն եմ մեր տարածաշրջանում վիթխարի վերափոխում է տեղի ունենում, աներևակայելի, որ մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Սա ամենակայուն ու խաղաղ ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք եւ դուք եք հասել։ Մեր անկախությունը ձեռք ենք բերել։ Մենք նաեւ թեթևացել ենք, որ հաջորդ ապագա սերունդները, մեր երեխաները, թոռները չեն ժառանգի այս ցավոտ ու տևական հակամարտությունը եւ հուսանք մշտապես կապրեն խաղաղության մեջ եւ Ադրբեջանը իհարկե նախաձեռնողն էր խաղաղության օրակարգի, մենք գործել ենք հստակ եւ նպատակային, դուք էլ նշեցիք իրական օգուտները խաղաղությունը բերում է օգուտները, մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել ու այլ կարևոր քայլեր էլ դեռ կձեռնարկենք հուսանք շուտով եւ մենք իհարկե հույս ունենք, որ մեր ձեռք բերած Վաշինգտոնյան համաձայնությունները կյանքի կկոչվեն լիարժեք, այդ թվում իհարկե այդ ճանապարհը տրիփ ուղին, որը անխոչնդոտ կապակցվածություն կապահովի Ադրբեջանի եւ իր Նախճեվան շրջանի միջև, որը մեծագույն կարևորություն ունի։ Ինչ վերաբերում է վերջին խոչընդոտին, սահմանադրությանը մենք հույս ունենք, որ դա էլ կվերացվի, որպեսզի մենք կարողանանք պաշտոնապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Հիմա արդեն մենք ապրում ենք խաղաղության տարածաշրջանում, երկու կողմերը դա ընդգծում են։ Եվ մի թեթև նոտա, մեր գերմանացի ընկերները սիրում են մեզ միշտ հիշեցնել, դիտարկենք գերմանա-ֆրանսիական օրինակը, բայց ես պիտի ասեմ, որ ճշմարտությունը հետևյալն է, Գերմանիայից ու Ֆրանսիայից 18 տարի պահանջվեց։ Մեզից 5 տարի պահանջվեց խաղաղության հասնելու համար։ Ուստի մեր ադրբեջանա հայկական համատեղ թիմը հաղթեց մյուս թիմին 13 տարով։ 13 տարվա տարբերությամբ մենք մեզ կարող ենք այս առումով շնորհավորել։ Մեր ժողովուրդները խաղաղ միասին ապրել են ու մենք կարող ենք դա նորից անել, ես դրա մեջ համոզված եմ, ու Ադրբեջանը վճռական է այդ ճանապարհով ընթանալու դեպի խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն մեր տարածաշրջանում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Markus Mecker։
Հարցը հետևյալն է։ Պետական իրավիճակի վերաբերյալ հատկապես եկեղեցու։ Բավական շատ թշնամական վերաբերմունք կա եկեղեցու կողմից ձեր կառավարության դեմ։ Նաև ընդդիմության հետ կապված է այս իրավիճակը, ինչ եք տեսնում եկեղեցում, հասարակությունում, իրականում ինչ շանս ունեք հաջողության հասնելու։ Իմ հարցը հետևյալն է, գիտեմ, որ շատ ավելի շատ ներկայամետ մոտեցում եք որտեղել իրական Հայաստան հայեցակարգով, բայց ես մտածում եմ ինչպես կարելի է իրապես նաև պատմական խոսույթը համապատասխանեցնել, արդյոք կա ռազմավարություն միատեղելու պատմական խոսույթները, որպեսզի առաջ շարժվեք դեպի ապագա, քանի որ սրանն էլ պետք է անդրադառնան Ադրբեջանի ղեկավարները, Թուրքիայի ղեկավարները, բայց հարցը հետևյալն է, ինչպես կարող եք այլ սերունդներ կերտել առանց իհարկե անդրադառնալու պատմության կրթությունը փոխելու հարցին, որը կարող է այլ գաղափար ստեղծել այդ պատկերացում հարևանի մասին։ Ես մտածում եմ կրթական ինչ ռազմավարություն կա երկարաժամկետ հատվածում։ Շնորհակալություն։ Ինչ կոնկրետ քայլեր կան Հայաստանի համար կապված Եվրամիության ինտեգրվելու հետ։ Գերմանիան եւ Եվրամիությունը ինչպես կարող են պաշտպանել ու աջակցել Հայաստանին այս ընտրությունների ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև այս քվեարկության օրը ռուսական ազդեցությունից պաշտպանել ընտրություններին միջամտելու փորձերից Ռուսաստանի կողմից։ Ես կարծում եմ դեռ Բաքվում պահվող 20 թվականի պատերազմից հետո պահվող պատանդների խնդիրը շատ կարևոր է նշել, քանի որ իմ հասկանալով, եթե խաղաղության համաձայնություն եք ձեռք բերում, միևնույն է պետք է նաև անդրադառնաք, քայլեր ձեռնարկեք, որպեսզի խաղաղություն ապահովեք, եւ եթե պատերազմից դեռ մարդիկ գերեվարված են, բանտում են պահվում ու պատանդ են պահվում մի երկրում, որ այդ խաղաղություն եք համաձայնեցնում, ապա ես կարծում եմ իրավական միջոցներ պետք է ձեռնարկվեն եւ ինչպես ասեմ, Հայաստանի լավ, ես կարծում եմ, որ այդքանով սահմանափակվեմ։ Լավ, խոսքը ձեզ վերադարձեմ։ Շնորհակալություն, ես կսկսեմ մեր մասից ու ռազմավարությունից դեպի Եվրոպական միություն եւ Վրաստանի տեսանկյունից դիտանկյունից։ Գիտեք, մեր օրակարգի գլխավերևում, Եվրամիության հետ կապված օրակարգի գլխավերևում դրված է Վրաստանի Եվրամիության հետ համաձայնության հասնելու ռազմավարությունը։ Անկեղծ ասեմ, ինչու եւ երբ մենք ընդունեցինք այդ եվրոպական ռազմավարությունը, երբ Վրաստանը ստացավ Եվրոպական միության տեխնոձոյի կարգավիճակ, եւ մենք զգացինք, որ մեր ճանապարհը ուղին դեպի Եվրոպական միություն բացվում է, ու մենք տեսանք հնարավորություն մեզ համար եւ դրանից հետո դժբախտաբար որոշ խնդիրներ ծագեցին Եվրոպական միության եւ Վրաստանի միջև հարաբերություններում եւ կարծում եմ, որ դա ամենաշոշափելի խնդիրներից մեկն է Հայաստանի համար եվրոպական դիտանկյունից եւ բնականաբար ու ես կարծում եմ այս իրավիճակի հանգուցալուծումը Հայաստանի համար շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է պատմության։ Գիտեք, շատ կարևոր է որոշել, թե ինչպես հարաբերվել պատմության հետ։ Դա շատ կարևոր է։ Գիտեք, կա շատ կարևոր մի ասացվածք, որ պետք է դասեր առնենք պատմությունից։ Բայց գիտեք, բոլորը դրա մասին գիտեն, բոլորը դա գիտեն, բայց որն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ չկա կոնկրետ ցուցում, թե պատմության որ էջում է որում են այդ դասերը գրված, որ բացենք ցուցումներ չկան, որ վերցրեք պատմության դասագիրք, չգիտեմ, որը տպվել է 1972 թվականին Գերմանիայում կամ Ռուսաստանում կամ Հայաստանում, բացեք տվյալ 173-րդ էջը եւ այդտեղ առաջին պարբերության մեջ էջի գրված են պատմության դասերը։ Մեր տեսանկյունը ուստի հետևյալն է։
ընդ որում մեր տեսանկյունը մեզ համար, մեր երկրի համար ու մեր ժողովրդի համար հետևյալն է, ամենակարևոր ուղերձը մեր պատմության դա պահանջն է չկրկնելու այդ պատմությունը կրկին ու կրկին եւ փորձելու բացվել ու ստեղծել ամբողջովին նոր պատմություն, կերտել նոր պատմություն մեր երկրի ու մեր ժողովրդի համար, քանի որ գիտեք ու դա ակնհայտ է ու բոլորը դա գիտեն, հետևյալն է, դա ընդ որում մեր ազգի առանձնահատկություններից է, ամբողջ աշխարհում հասկացված լինել, տառապանքը, ցեղասպանությունը եւ այլն, բայց գիտեք, մենք որոշել ենք մեր հայացքը շրջել եւ կենտրոնանալ այն ուղղությամբ, որ չկրկնվի այդ պատմությունը եւ դա ամենակարևոր ներդրումը, ամենակարևոր տուրքը կլինի պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, բարեկեցությանը եւ խաղաղությանը մեր երկրի համար, քանի որ դա կլինի կարևորագույն ներդրումը, հարգանքի տուրքը մեր ազգի բոլոր նահատակներին, բոլոր ժամանակների բոլոր նահատակներին եւ դա է մեր ռազմավարությունը։ Իմիջիայլոց չկա ազգ, որը կհամարի, որ ինքը չի տառապել։ Բոլոր ազգերն էլ համարում են, որ իրենք տառապել են։ Եվ յուրաքանչյուր ազգ ունի իր տառապանքները, ողբերգությունները եւ այլն, սակայն մեր ռազմավարությունն առաջին հերթին հետևյալն է՝ չկրկնել նույն պատմությունը կրկին ու կրկին, այլ փորձել ստեղծել ամբողջովին նոր, ավելի լավատեսական, ավելի բարեկեցիկ, ավելի խաղաղ պատմություն եւ հիմա այսօր մենք փորձում ենք հենց դա անել։ Այո, եկեղեցու մասին, գիտեք, շատ զգայուն թեմա է, հատկապես որ այն ավելի հասկանալի դառնա ձեզ եվրոպական լսարանիդ համար, ես խոսում եի քիչ առաջ ստանդարտներին համապատասխանելու մասին, այս ամբողջ պատմությունը եկեղեցու թեմայով զուտ համապատասխանելու մասին է։ Նախ եւ առաջ համապատասխանությունը եկեղեցու իր իսկ կանոններին։ Ինչ ենք մենք ցանկանում։ Մենք ցանկանում ենք տապանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն այսպես առաքելական եկեղեցու կանոններին, ի նկատի ունեմ համապատասխանությունը եկեղեցականների, հոգևորականների եւ այլն, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ եւ նրանց կներեք, որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնելու արտաքին ազդեցության համար։ Մենք ընդամենը ուզում ենք համապատասխանություն լինի, ընդհանրապես եկեղեցու եւ հոգևորականների, եկեղեցականների եւ եկեղեցու ղեկավարների համապատասխանությունը լինի, հաշվետվողականությունը լինի, ոչ ոք չգիտի, թե ներ եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ոչ ոք դա չգիտի, քանի ինչ գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում ու գիտեք ամենամեծ խնդիրը որն է։ Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի վիճակում, իսկ սովորական եկեղեցականներից ոմանք ապրում են աղքատության մեջ, դա խնդիր է, եւ դա վնաս է պատճառում
մեր երկրի բարոյական մթնոլորտին։ Մենք ցանկանում ենք, որ արժեքահեն հասարակություն լինի, բայց ես ասում եմ, որ հնարավոր չէ ունենալ արժեքահեն հասարակություն, երբ մեր արժեհամակարգի էպիկենտրոնը ախտահարված է եւ մեզ անհրաժեշտ է բարեփոխում ունենալ, մեզ անհրաժեշտ է մեր եկեղեցին համապատասխանի մեր հասարակության առաջ եւ թափանցիկ լինի եւ դիլեն գործիքներ ստուգելու հոգեվորականների, եկեղեցականների բարեվարկությունը եւ այլն ու կարծում եմ մեր օրակարգը ամբողջովին թափանցիկ է առանց ինչ որ թաքնված կամ ծպտյալ օրակարգերի ոմանք ասում են թե կառավարությունն ու վարչապետը գործում են ընդդեմ հայաստանյան առաքելական եկեղեցու դա անհնար է գիտեք որովհետեւ ես հետևորդ եմ ես հավատացյալ եմ հայաստանյան առաքելական եկեղեցու ես Իսուս Քրիստոսի հավատացյալ եմ ես հետևորդ եմ Իսուս Քրիստոսի վերջերս ես այդ հայեցի որ Իսուս Քրիստոսը իմ սիրտն է եւ ես չեմ կարող գործել Իսուս Քրիստոսին դեմ հակառակ եւ իմ եկեղեցուն հակառակ դա իմ եկեղեցին է գիտեք ու մեր եկեղեցին է 90-ից ավելի տոկոսը մեր կառավարության անդամների Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ իրենք ու մենք ցանկանում ենք համապատասխանի եւ թափանցիկ ու հաշվետու լինի եւ ազնիվ լինի եւ արժեքահեն լինի եկեղեցին ինչ վերաբերում է ես կուզեի միջայլոց արձագանքել Ադրբեջանի տեսփանի խոսքին ես երախտապարտ եմ ջերմ ողջույնի համար, բայց մյուս կողմից գիտեք, ես մտածում եմ արդյոք Ադրբեջանը ցանկանում է, որ տարածքային պահանջներ լինեն Հայաստանի սահմանադրության մեջ, թե ոչ։ Երբեմն իմ տպավորությունը գիտեք, որն է, որ մեր ադրբեջանցի գործընկերները շատ են ուզում, այսպես ուզում են, որ մեր սահմանադրությունը պարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, բայց գիտեք չկան տարածքային պահանջներ, չունենք տարածքային պահանջներ մենք, եւ մենք պատրաստ ենք դա ապացուցել, եւ ակնհայտ է դա, եւ ուստի, ինչպես արդեն ասացի, եւ որն է մեր ռազմավարությունը, մեր ռազմավարությունը հետեւյալն է, լինել հետևողական, առանց լարվածության եւ դրական եւ խաղաղ մթնոլորտում ներկայացնել ու բացատրել մեր դիրքորոշման բոլոր նշբությունները, բայց գիտեք, իրականությունը հետեւյալն է, անգամ հաշվի առնելով, որ Ադրբեջանը անկեղծորեն կարծում է, որ կան տարածքային պահանջներ Հայաստանի սահմանադրության մեջ, գիտեք, ամենաարագ լուծումը այդ խնդրի որն է։ Ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ ուղարկել դա, արդեն ասել եմ, դա պարտադիր է եւ երբ Հայաստանի կառավարությունը այն ուղարկի մեր սահմանադրական դատարան եւ երբ մեր սահմանադրական դատարանը ասի կամ եթե ասի, որ այն ամբողջովին համապատասխանում է, համաձայնագիրը ամբողջովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, այն կգնա խորհրդարան, կվավերացվի եւ մենք եւ կստանա ավելի բարձր, ամենաբարձր, բարձրագույն իրավական ուժ։ Եվ այդ պարագայում չեն լինի տեսականորեն, գործնականորեն չեն լինի եւ չեն կարող լինել որևէ տարածքային պահանջներ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, բայց եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ես արդեն ասել եմ եւ իմ պարտավորությունն է դա, մեր պարտավորությունն է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ եւ դա է մեր դիրքորոշումը եւ մեկ հարց էլ կար ազատությունից զրկված անձանց մասին։ Գիտեք, շատ զգայուն հարց է սա եւ մեր դիրքորոշումը որն է։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ այս խնդիրը
կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության եւ խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը։ Սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Դա է մեր դիրքորոշումը։ Ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես։ Դա է մեր ընկալումը։ Thank you very much.